խնդիրը լուծել։ Մյուս խնդիրը իմպիչմենտի մասին։ Չգիտեմ, երկար խոսեմ, թե կարճ այս թեմայով։ Եկեք տվեք մի անգամից անդրադառնամ։ Տեսեք, եկեք ես այս հարցից մի քիչ հեռվից գամ, որ ես շղթան պարզ լինի, որտեղ այս մարդկանց մոտ այնքան շփոթ է առաջացել։ Մի հատ այս թեման այնց է խճճվել ու այնքան անլրջացել, որ շատերը նաև չեն հասկանում, այս ինչա կատարվում։ Երբ որ իմպիչմենտի նախաձեռնողները դիմեցին մեզ իմպիչմենտ սկսելու համար, 1.5 ամիս առաջ մենք հայտարարեցինք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կա, մենք իմպիչմենտի գործընթացը այս պահին չենք սկսում, որտեղ դա սկսելու համար բավարար ստորագրություններ չունենք։ Եթե կլինի ուժ եւ թեկնածու, որ կստանձնի պատասխանատվությունը եւ ունի այդ ստորագրությունները, այսինքն այդ 8 ստորագրությունը գործընթացը սկսելու համար մենք պատրաստ ենք ստորագրել։ Դրանից հետո Էդմոն Մարուկյան եւ այլ այդ պատմությանը չանդրադառնում, ձեր աչքի առջեւ է։ Եղավ մեկ շաբաթ առաջ պատիվ ունեմի հայտարարությունը, որ մենք առաջադրում ենք թեկնածու եւ ստանձնում քաղաքական պատասխանատվություն այս գործընթացի համար։ Մենք տրամաբանորեն ենթադրում ենք, որ եթե արդեն պատիվ ունեմը ՀՀԿ-ն մտնում այս գործընթացի մեջ եւ ստանձնում այս պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունը ունեն։ Եվ այդ իրենց հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք պակասող 28 ստորագրությունը տրամադրել գործընթացը սկսելու համար ու հրավիրում ենք քննարկման, պատրաստ ենք քննարկելու այս հարցը, այսինքն մենք ենք հրավիրել մեր գործընկերներին այս հարցը քննարկել։ Քննարկման արդյունքում մի քիչ պաշտոնական բանակցություններ եւ այլ sense փորձեցին մի հատ չգիտեմ ինչ, մենք շատ ընկերական, շատ մեր ամեն օրվա գործընկերներն են 5 տարի միասին ենք եղել բազմաթիվ հարցերով, շատ པարզ հարցադրումներ են կարա։ Հիմա իհարկե իմ հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ եք դրել, բայց շատ པարզ հարցադրումներ են կարա։ Առաջինը, արդյոք 36 ստորագրությունը, այսինքն պակասող 2 ստորագրությունը կա գործընթացը սկսելու համար։ Մեր ընկերները ասացին, որ այս պահին դեռ չունենք այդ 2 ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք եւ հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս պարագայում մենք ինչ ենք ասել։ Ասել ենք լավ, 2 հարց։ Հիմա ասում են այդ հարցերը, որ դրել եք, պայման եք դրել։ Փողոցային գործընթաց լինելու է, թե չէ, եւ ինչ ծրագիր կա։ Ասել են լինելու է։ Ասել ենք երբ է դա տեղի ունենալու, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշվում ենք անում, ընդ որում չենք ասել երբ եք անում, ասել են երբ ենք անում։ Ու շատ հստակ ասելով այդ փողոցային պայքարի եւ առաջիկա իմպիչմենտի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավել։ Այս հարցերում շատ կոնկրետություն չի եղել։ Այսինքն աշունը երբ, ինչ ծրագրով եւ այլն։ Լավ ասել ենք։ Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած տեխնացուին առաջադրելու համար։ Դուք կարող եք, մենք այդ մասին հրապարակային կհայտարարենք, դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցությունների, եւ եկեք հայտարարեք, որ Հայաստան խմբակցության ստորագրությունները կա, ամբողջ ներուժը կենտրոնացնենք 4 անկախ падգամավորների, ընդ որում մենք էլ ձեր հետ։ Եվ ԿՊ 20 падգամավորների համար, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից։ Ու մենք այդ ընթացքում ես ստեղից այդ մասին հայտարարել եմ, ու ասել եմ, այդ ստորագրությունները մեր պատրաստ է, բայց հրապարակելու կարիք չկա, որովհետև խոսքը հաճախ ավելի արժեք ունի, քան այդ հրապարակային թղթերը, այսինքն մենք մեր խոսք ապացուցելու համար չպետք է նաև ցույց տանք, որ ինչ որ մեկը հավատա։
Բայց այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ, որ իմ համար շատ զարմանալի էր։ Մեր խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկ Մամիջանյանը իրենց 6 ստորագրությունը դրել էր իրենց էջին։ Եվ իմ հայտարարությունից հետո գնաց խոսակցություն։ Շատ կարևոր դետալ է սա, որ Հայաստան խմբակցության падգամավորները ոչ բոլորն են համաձայն իմպիչմենտի գործընթացին, որովհետև որոշները կաշկանդված են ինչ-որ քրեական գործերով։ Դրանից հետո, չնայած մենք խորհրդակցել էինք մեր падգամավորների հետ, ունեինք այդ համաձայնությունը, մենք 1 ժամվա մեջ հրավիրել ենք մեր падգամավորներին։ Ստեղ ստորագրել ենք, ընդ որում բոլոր ստորագրողներին ասել ենք, որ Դավիթ Համբարձումյանով անվստահություն հանձնելու գործընթացի համար ստորագրել են, հրապարակել են, որպեսզի այդ խոսակցությունները եւս փակենք եւ ասել ենք, քանի որ նաեւ հայտնի չի երբ այս գործընթացը սկսում, հրապարակային կա, մի կենտրոնացեք մեր վրա, եկեք մենք էլ ձեր հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար։ Դրանից ինչ ենք արժանացել։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սահաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, կամ ինչ է նշանակում այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության падգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ այդտեղ հարցադրումներ կա, այս ասածների պատասխանը այլևս մենք ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։ Հրաշալի։ Իսկ կարող եմ մի բան ձեզ հարցնել։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել, անելուց կլինեք, որովհետև Սահմանադրության 115-րդ հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է падգամավորների 1/3 ստորագրության պարագայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինեք, այդ ստորագրությունները կա։ Իսկ, այսինքն հարցեր են չի առաջանում, ինչի։ Քաղաքական ուժը, երբ որ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այնքան հիմք չկա։ Այսինքն, եթե այսօր գնացել եք խորհրդարան, այս մարդիկ հայտարարել են, ինչի չեք եթում են 4 անկախ падգամավորի, ինչի չեք ուզում ԿՊ-ականներից այդ ստորագրությունները։ Մենք հայտարարել ենք, մենք ասել ենք, եթե շարունակում է թիրախավորումը ստեղ, ուրեմն արդեն այդ նպատակի շուրջ մի շարք հարցականներ է առաջարկում։ Այս չվստահությունը շատ վատ բան է։ Եթե չեն վստահում, թող ասեն չեն վստահում։ Դուք պատկերացնում եք այն քաղաքական ուժով այդ մասին շատ հստակ հայտարարություն արել, գործընթաց լինի ու հրաժարվի այդ process-ից։ Իսկ ինչ է նշանակում չեն վստահում։ Ես չեմ լսել այդպես բան են ասել։ Եթե այդպես բան են ասել, դա էլ է։ Իսկ գուցե այլ նպատակ կա այս ամեն ինչի տակ։ Այսօր ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, բայց ստեղ էլ մի կարևոր բան ասեմ, որ իմ ընկերներին ասել ենք, ստեղ հայտարարել եմ, հիմա եւս կրկնեմ։ Խոսակցության ժամանակ նաեւ շատ հստակ ասել ենք, որ մեր այս խոսակցությունը սրանով չի փակվում։ Եթե process-ը ձգվում է աշուն, ու աշնանն այդ գործընթացները տեղի ունենալու, մենք չենք փակում այս խոսակցությունը։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիավորանքով չենք խոսել։ Իսկ եթե հասկանանք, ինչ-որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնեն, վստահեցնում եմ ձեզ, դա ոչ միայն այդ հարցերի հաջողության հասնելուն միտված չեն, այլ լուրջ խոչընդոտ են։ Ու այն ժամանակ արդեն լուրջ կասկածներ են առաջանալու այս գործընթացի լրջության ու իրական արդյունքի հասնելու նպատակի հարց, որովհետև մենք այդպես չենք պատկերացրել այն հարաբերությունները, որ հիմա կա ու տեղի ունեն։
Ով։ Դրա համար էլ իրենք մտավախություն ունեն։ Հայաստան խմբակցությունը։ Ժողովուրդ, մեկ անգամ եւս դուք պատկերացնում եք հիմա այս հայտարարությունից հետո, եթե իրավիճակը լինի, մեզանից մեկը այլևս ուզենա զբաղվել քաղաքականությամբ։ Պաշտոնական 28 հոգի հրապարակային հայտարարություն արել այդ մասին։ Մենք որևէ մեկին ոչ չվստահելու առիթ ենք տվել, ոչ էլ այսքան ժամանակ մի բան ասել ենք ու մեր ասածից հրաժարվել ենք։ Մի հատ թղթի հետ կապված էլ մի բան ասեմ, էլի։ Մեր հանդիպման ժամանակ մենք այդ թուղթը չենք տեսել։ Ես այդ թղթի մասին առաջինը տեսել եմ եթերով։ Բայց խնդիրը նույնիսկ դա չի։ Իրոք դա չի։ Հրապարակային կերպով ասել ենք։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում այս պահին, տեսնում եք էլի։ Այսինքն այդ մենք ասում ենք կա անցեք առաջ կենտրոնացրեք ուրիշ տեղ։ Եթե ամբողջ նպատակը կենտրոնացնելն է մեր վրա, ու այս ձևով խոսել, խնդրեմ։ Այսինքն արդեն տպավորությունա, որ զբաղմունք չկա, անելիք չկա, օրակարգ չկա, դաշտը լցնելու ու երևալու ինչ որ process է։ Դուք, այսինքն, այս կարևոր գործընթացը, այս մակարդակով, այս մոտեցմամբ, այս մարդկանցով, հա, ու լուրջ է այս ամեն ինչ։ Խնդրեմ։ Impeachment-ի այս գործընթացը, հա, հենց մեծ տարաձայնություններ, խրախուսություն առաջացրել հենց Հայաստան խմբակցության ներսում, ու շատերը կան, որ հենց կտրուկ դեմ են արտահայտվել, կարող են նայմանել նշել, խոսքեր դեպքում անպասպան որ նա կտրուկ հրաժարվել է այս գործընթացը։ Ինչից է հրաժարվել։ Գործընթացի վերաբերյալ, բայց ասական իր որոշում են հանձնել, այդ մեկնաբանում տեղեկությունները խնդրեմ արտահայտել, մյուսը որ անդրադառնալով այս process-ը ներդրի գործի փոխանցում պայքարով փոխանցում պայքարով մենք բարձրացնել այս հայտարարությունները լսում ենք ու հստակ այս ուղղությամբ ինչ քայլեր են սպառնում, որ եթե մտնի նախաձեռնությունը ամեն դեպքում ազգային ժողով, ինչպես է պատկերացնում այդ process-ը փոխանցում նկատի ունեմ, եւ քանի որ պատկերացի շարժանը այս մասը հետաքրքիր է դուք ձեր խմբակցությունների այդ զրույցը այս impeachment-ին ասում Բակրատ Սրբազանի հետ բարբերաբար հանդիպում ենք, զրուցում ենք, ինքը մեր լավագույն գործընկերն է, մեր Սրբազան հայրն է, եւ ինքը եւս որոշակի աշխատանքներ պլանավորում է, մնացած հարցերին ինքը կպատասխանի։ Ինչ վերաբերում է խմբակցության ներքին խոսակցություններին։ Տեսեք, ես ձեզ քիչ առաջ մի օրինակ բերի, քանի կար ասում էին, որ կաշկանդված են քերական գործերով չեն ստորագրելու։ Սրանք բոլորը խոսակցություն են։ Ի տարբերություն շատ տեղերի, խմբակցությունում տեղի ունենում շատ առողջ խոսք ու զրույց, քննարկում, այո, երբեմն կոշտ հակադարձումներ, բայց վերջում այն ինչ որ որոշում են խմբակցության падգամավորները, որոշում են միասնաբար եւ մինչեւ վերջ այդ որոշմանը տեր են կանգնում։ Ու այն ինչ որ ասացիք մեր ասպրամի համար իրականության հետ որևէ կապ առնչություն չունի։ Իրականում խմբակցության նիստերում շատ տարբեր կարծիքներ կարա լինի, նույն դաշնակցության падգամավորների մեջ կարան տարբեր կարծիքներ լինեն, որը նաեւ մեր առավելությունն է այդ քննարկումների ժամանակ ոչ թե հրահանգով, այլ ազատ յուրաքանչյուր իր կարծիքը ասելու, բայց վերջին հաշվով ինչ որ որոշում ենք, դա բոլորիս որոշումն է, ու մինչև վերջ պատվով առաջ ենք տանելու։ Իսկ ինչ վերաբերվում է, ինչ ծրագիր կա փողոցային, ինչպես է impeachment-ը հասնելու օրակարգ, ինչ քայլերի հերթականությամբ, այս հարցը պետքա տակ մեր գործընկերներին, ովքեր այս process-ը նախաձեռնել են։ Մենք նորից եմ կրկնում, շատ հստակ եւ ուղիղ ասել ենք, շատ ուղիղ եւ հստակ ասել ենք, որ պատրաստ ենք ստորագրել, ձեր հետ դուրս գալ փողոց, ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը, եթե այլ падգամավորների հետ բանակցությունների ճնշման աշխատանք կլինի, մենք պատրաստ ենք ներգրավել, այսինքն այս process-ի մեջ ենք։ Հիմա իրանք այլ ուղղությամբ են տանում այս ամեն ինչը, խնդրեմ, իրանց իրավունք։ Պարոն Սաղաթելյան, փողոցային պայքար Տեսեք, ես դրան կարծում շատ մանրամասն խոսեցի դրա մասին։ Մենք պետք է ու մեր ժողովի հիմնական ուղղություններից մեկը դա է, ամբողջ ծավալով աշխատենք մեր ժողովրդի հանրության լայն շերտերի հետ,
կազմակերպենք, այն բաց թողումները, որ ունենք մինչև հիմա չեն կարողացել լիարժե լուծել, կարճ ժամանակում այդ հարցերը լուծել եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Ես հիմա ձեզ ինչ որ ժամկետներ չեմ ասի, բայց դա մեր հանձնառությունն է պատրաստվել այդ աշխատանքներին եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Դուք առաջիկայում ես տեսնելու եք շատ ավելի հաճախ Հայաստանի բոլոր տարածքներում, գյուղերում, մարզերում, քաղաքում տարբեր ձևաչափերով, ֆորմատներով շփումներ, մարդկանց բացատրել, կազմակերպել եւ դուրս բերել համաժողովրդական մի այնպիսի շարժման, որ կարողանանք այս խնդիրը մեկը միշտ եւ վերջնական լուծել։ Չեք կարծում, որ ձեր այս պասիվությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնել ավելի դժվար է լինելու։ Տունտունիկի մասով անկեղծ ասած մի քիչ էլ որ sense գնա, այո, այդպես է լինելու։ Եվ եթե որոշ շրջանակներ ինչ որ ոգևորում են եւ այլ, բայց հանրության ընկալում այս ամեն ինչին բավականին բացասական է, որովհետեւ հաշվի առնելով մեր երկրի արժեվ կանգնած մարտահրավերները, այն խնդիրները, որ կան եւ գոյություն ունեն, եւ սրան հեռացնելու շուրջ իրական, գործնական, հետեւողական քայլեր անելու փոխարեն այս ընդդիմադիր դաշտի միավորներ իրար հետ այս տոնով խոսելը, այս ամեն ինչը անել, այո, սա բխում է այսօրվա իշխանության շահերից եւ շատ հաճախ, օրինակ այս դաշտում արդեն այս իմպիչմենտի նախաձեռնողների մեջ մարդիկ կան, որ կառավարությունը մի հատ նստած գլխավոր ֆեյք կա, չէ, հայտնի են Տարոն Չախոյան ինչ։ Այսինքն դրան գերազանցել են արդ։ Մի քիչ էլ սենց աշխատեն, այս տողը գործերը ահագին թեթևանելու է, լնդիմության վրա այդ հաստիկից կարող է հանան։ Այսինքն այս ճանապարհով, այս մակարդակով այս հարցերը լուծել հնարավոր չի, հետեւաբար այո, պետք է ավելի լրջանալ ու կենտրոնանալ բուն խնդիրների վրա, այլ ոչ թե նման տեսարաններով օրակարգ լցնել։ Վերջի հարցը Կարինե ջան, դուր ավարտ։